Այսօր իմ հյուրն է Pulse Med բժշկական հաստատության հիմնադիր տնօրեն, սիրտանոթաբան Անի Աբովյանը։ Այսօր մենք խոսելու ենք վարիկոզների մասին։ Բարեբախտաբար հիմա գոյություն ունեն շատ թեթև վիրահատություններ, լազերային վիրահատությունները, որոնք կարող են տևել 10-15 րոպե, հիվանդը անմիջապես ոտքի կանգնի գնա գործի։ Հնարավոր է շատ քիփ տաբատները, շատ քիփ կոշիկները նույնպես կարող են խանգարել հատկապես լիմֆայի շրջանառությունը, որտեղ մեր լիմֆատիկ համակարգը ինքը հենց մաշկի տակ է տեղակայված։ Արյունը խտանում է եւ այս լայն հատվածներում լոճված երակներում գոյանում է տրոմբը, որը դարձյալ դառնում է վտանգավոր կյանքի համար։ Եվ իհարկե վարիկոզի հիմնական բուժումը դա վիրահատությունն է, բայց հիմա լրիվ նոր մեթոդ կա, կրիոլազերային կրիոսկլերոթերապիա, որը Pulse Med բժշկական կենտրոնում մենք արդեն իսկ կիրառում ենք 20 թվականից սկսած, շատ ավելի էֆեկտիվ է։ Բարև ձեզ։ Բուն TV եթերում առողջ ոդքասթն է, մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է Pulse Med բժշկական հաստատության հիմնադիր տնօրեն, սիրտանոթաբան Անի Աբովյանը։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք եւս շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Այսօր մենք խոսելու ենք վարիկոզների մասին։ Շատ լայն է իհարկե թեման, որը ձեզ հետ կարելի է ծածկել եւ քննարկել, բայց այսօր մենք վերցրել ենք այսպես կոչված տարածված խնդիրներից մեկը՝ վարիկոզները, եւ երևի որպես սկիզբ փորձենք նախ մարդկանց բացատրել, թե ինչ է սա։ Ավելի այդպես պարզ, ոչ բժշկական լեզվով գուցե։ Շատ լավ։ Վարիկոզը դա մեր երակների գլխավոր հիվանդություններից մեկն է։ Երակները դրանք մենք ոտքերի վրա տեսնում ենք կապույտ գույնով եւ կապույտի տարբեր երանգներով, երբեմն արտափքումներով, երբեմն առանց արտափքումների, եւ սա համարվում է հիվանդություն ու պարտադիր է խորանալ, պարզել, քանի որ մեր երակները մի քանի աստիճանի կառուցվածք ունեն, մենք հետազոտություններով, մասնավորապես դուպլեքս հետազոտությամբ կարողանում ենք պարզել, թե որ համակարգն է, երակային համակարգի որ հատվածն է ախտահարված, որովհետեւ որպեսզի պարզապես սխեմատիկ հնարավոր լինի պատկերացնել, մենք ունենք խորանիստ երակներ, մենք ունենք ենթամաշկային գլխավոր երակներ եւ ունենք մաշկային տափակ երակային ցանցեր, ճուղիկներ եւ դրանք ամեն մեկը ամեն 3 աստիճանի համակարգ ու առանձին ունեն իրենց խնդիրները։ Հիմա այդ նախնական этаպում, երբ առաջանում է վարիկոզը, մարդը կարող է արդյոք հենց ինքը բացել, տանձեն աչքով տեսնել եւ նկատել դրանք, թե որպես կանոն ասիմպտոմ են եւ որևէ հստակ անհանգստություն չի պատճառում մարդուն։ Հիմնականում մարդը կարող է ինքնուրույն դա տեսնել, նկատել իր ոտքերի վրա։ Իմ ասած ողկույզանման արտափքումները կամ կապույտ սարդոստայնման ցանցերն է տեսնում եւ անպայման պետք է երակային համակարգի վերաբերյալ անհանգստանալ, եթե կա ոտքի սուր ցավ կամ այտուցվածություն։ Երբեմն կարող է լինել պարզապես ոտնաթաթի կամ կոճերի հատվածում եւ երբեմն կարող է լինել մինչեւ անգամ ամբողջ ոտքի երկայնքով վերից վար։ Նման հիվանդները նույնիսկ նշում են չի կարողանում ոտքը գետնին դնել, ոտքը գետնից կտրվել է, չեն կարողանում քայլել, երբեմն նույնիսկ կարող է գույնը փոխվել դեպի կապտավուն, ոտքը ասենք մի ոտքը մյուս ոտքից կրկնակի չափով մի 2 օրվա ընթացքում այտուցվի, դաժե մի օրվա ընթացքում կարող է այտուցվել եւ գույնը դեպի կապտավուն գնա։ Իհարկե սա ամենաբարդ խնդիրն է, սա նշանակում է շատ բարձր է հավանականությունը խորանիստ համակարգի տրոմբոզի։ Իսկ դա մեր երակային համակարգի հիվանդություններից ամենավտանգավորն է, որովհետև շատ բարձր տոկոսով կարող է տալ տրոմբոեմբոլիկ բարդություններ, երբ տրոմբը ծայրը աճում է մինչև աճուկային հատված կամ մինչև սիներակի հատված, ծայրի հատվածում մի փոքր ազատ է մնում ու չի ֆիքսվում պատերին եւ արյան հոսքով հնարավոր է պոկվի մի փոքր կտոր ու սրտի միջով հասնի թոքեր ու առաջացնի խցանում թոքի տրոմբոեմբոլիկ բարդությամբ, որը արդեն նույնիսկ կյանքի վտանգ սպառնացող խնդիր է։ Եթե այսքան սուր չի իրավիճակը, պարզապես ոտքը ցավում է, մաշկի վրա տեսնում ենք կարմրած, կոշտացած հատված, որին ձեռ տալիս հենց տեղային ցավոտություն է, տաքացում, սա արդեն շատ մեծ հավանականություն կա, որ ենթամաշկային, բայց գլխավոր երակի տրոմբ է։ Սա նույնպես բարդ խնդիր է։ Տալիս է դարձյալ տրոմբոեմբոլիկ բարդություններ ոչ այդքան շատ, քան խորանիստ համակարգինը, բայց դարձյալ շատ կարևոր ու սուր խնդիր է համարվում եւ անհրաժեշտ է դարձյալ շտապ դիմել հետազոտության, բուժօգնության։ Մնացած բոլոր դեպքերում, երբ որ ցավը չկա, սրանք արդեն իհարկե խնդիրներ են, կարելի է զբաղվել մի որոշ ժամանակի ընթացքում առանց շտապի,
բայց դարձյալ պետք է զբաղվել, քանի որ ինչի է առաջանում տրոմբը ենթամաշկային գլխավոր երակն է։ Այ երբ որ մարդը իր ոտքերի վրա տեսնում է այս ողկույզանման արտափքված խուճուճ խոշոր երակները եւ չի զբաղվում դրանով, իդեպ նշեմ, այս փուլում ինքը կարող է նույնիսկ ոչ մի գանգատ չունենա, ոչ ցավ, դաժե ոչ ծանրություն, ոչ հոգնածություն, ուղղակի վիզուալ Երևան, այդպիսի հատկապես երիտասարդները, ովքեր ֆիզիկապես ակտիվ են, անդադ շարժուն, աշխուժ, իրենք այդ ծանրություն, հոգնածությունը չեն զգում, որովհետև մկանը հակծկվում է ու կողքից աշխատացնում երակները եւ արդեն այս գանգատը, սուր ցավ, անհանգստություն իրենք չեն զգում, երբեմն կարող է բարձի թողի մատնեն եւ չզբաղվեն ու տարիներ անց հանկարծ մի որևէ պատճառից արյունը խտանում է եւ այս լայն հատվածներում լոճված երակներում գոյանում է տրոմբը, որը դարձյալ դառնում է վտանգավոր կյանքի համար։ Դա է պատճառը, որ պետք է նախորոք հենց տեսնում ենք ոտքերի վրա այս տեսանելի փոփոխությունները, զբաղվենք, բուժենք, վիրահատենք։ Շատ լավ։ Իսկ այդ նշեցինք ոտքերը եւ որպես կանոն ամենատարածվածը հենց տորին վերջույթների վրա։ Իսկ լինում է արդյոք վարիկոզը նաեւ այլ հատվածներում տեղակայված։ Կարող է որովայնի հատվածում լինել, սա ավելի բարդ դեպքերին է բնորոշ, շատ բնորոշ է այն մարդկանց, ովքեր ժամանակին խորանիստ երակների տրոմբը տարել են, լիարժեք չեն բուժել եւ խորանիստ համակարգ ալտերնատիվ ճանապարհներ ստեղծելու համար որովայնի առաջային պատի վրա ու կողքերով առաջացնում է երակներ։ Մենք այս երակները հանգիստ ենք թողնում, որովհետև սա հեմոդինամիկ լուծումն է օրգանիզմի, իրականում օրգանիզմը պարզապես իր համար լուծում է գտել։ Եվ իհարկե ունենք նաև ձեռքերի հատվածներ։ Շատ ավելի քիչ է հանդիպում վարիկոզը ձեռքերի գլխավոր երակներում, բայց լինում է։ Մենք բազմաթիվ երիտասարդ աղջիկներ ենք ունեցել այդ վարիկոզ երակներով եւ բարեբախտաբար այս երակների դեպքում մեծամասամբ հնարավոր է խնդիրը լուծել պարզապես ներարկումներով։ Ի տարբերություն ոտքերի վարիկոզի, որը մենք անպայման իրականացնում ենք վիրահատություն, բայց բարեբախտաբար հիմա գոյություն ունեն շատ թեթև վիրահատություններ, լազերային վիրահատությունները, որոնք կարող են տևել 10-15 րոպե, հիվանդը անմիջապես ոտքի կանգնի, գնա գործի։ Դրա համար եմ ասում, որ այդ ողկույզանման երակների փուլը չարժե անտեսել, առավել եւս որ լուծումը այսքան հեշտացել է, այսքան թեթևացել է, ընդամենը մի քանի ժամ է պետք կյանքից հատկացնել այս լուծմանը, այս խնդրի լուծմանը, եւ իհարկե մի փոքր ֆինանս եւ կարելի է խնդիրը լուծել մեկ ընդմիշտ, վերջնական, խուսափել բարդություններից ու տրոմբից։ Ես ինքս իրականացնում եմ լազերային վիրահատություններ, դրանք ընդամենը փոքրիկ անցքերով, առանց կտրել, առանց կարել, դե եթե չենք կտրում, չենք կարում, նարկոզ էլ չենք տալիս։ Նույնիսկ գոտկատեղից այդ էպիդուրալ ազգացումի կարիքը չի լինում։ Այսինքն ինչ որ տեղային ազգացում, ոնց է տամնաբուժի մոտ պացիենտը ոնց է, լիդոկաինային լուծույթով տեղային ազգացում ենք իրականացնում հենց երակի շուրջը, այդ հատվածը թմրում է, պացիենտը չի զգում այդ ծակոցները շատ ուժեղ, մի քանի ցավազրկման ներարկումներ կարող է զգալ, որը տանելի է, ինչպես օրինակ ատամնաբուժի մոտ, հո մենք նարկոզ չենք տամ, չէ՞, այնտեղ։ Հա, եւ լրիվ առողջացած պացիենտը կես ժամ 40 րոպե տևող վիրահատությունից հետո կարող է վերադառնալ իր առողջ ապրելակերպ։ Մենք իհարկե բուժման մասին եւս ավելի մանրամասն կանդրադառնանք, բայց մինչ այդ եկեք նաեւ փորձենք ողջել, թե ինչպես ենք այն ախտորոշում եւ որոնք են այն պարտադիր համարվող զննումները, որոնք ուղղակի անհրաժեշտություն են։ Եվ արդյոք այդ զննումները պետք է անել ինչ որ կոնկրետ տարիք ունեցող անձանց բարակայում պարտադիր, այսինքն որպես նույնիսկ պրոֆիլակտիկ կամ կանխարգելիչ բնույթ ունեցող։ Տեսեք ուրեմն հետազոտության ոսկե ստանդարտը համարվում է դուպլեքս հետազոտություն։ Այն մեզ թույլ է տալիս լիարժեք ուսումնասիրել իմ նշած ամբողջ համակարգը, խորանիստ, ենթամաշկային գլխավոր, մաշկային երակներով, զարկերակները նույնպես, լիմֆատիկ համակարգի վիճակը նույնպես, այսինքն լիարժեք ախտորոշում է համարվում հենց դուպլեքս հետազոտությունը։ Այն պարտադիր պետք է անցնեն բոլոր նրանք, ովքեր իրենց ոտքերի վրա տեսնում են այդ արտափքումները, երակները տեսանելի, չնայած օրինակ զարկերակների հիվանդությունների դեպքում դրանք տեսանելի փոփոխություններ չունեն, այստեղ արդեն պետք է կողմնորոշվել ցավի, հոգնածության զգացողությամբ, ծխող տղամարդկանց մոտ շատ հաճախ հանդիպող խնդիր է ընդմիջվող կաղությունը, երբ ոտքերի զարկերակները փակվում են ու ինքը քայլելիս մի 100 մետր քայլում կանգնում է հանգստան, ոտքը միանգամից բռնվում է։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր նմանատիպ գանգատներ ունեն, անպայման պետք է դիմեն ցավեր, տարբեր տեսակի ու բնույթի ցավեր, անպայման պետք է դիմեն հետազոտության։
Պրոֆիլակտիկ առումով, հա, եթե ունեն ռիսկի գործոնները, իհարկե կարելի է դա անցնել։ Օրինակ, երակների դեպքում գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդիկ, ովքեր պլանավորում են հղիություն եւ տեսանելի երակներ ոտքերի վրա ունեն, զարկերակների դեպքում, եթե ծխող մարդիկ են, եթե շաքարային դիաբետ ունեն, որովհետև զարկերակները սկսում են նեղանալ, այդ վնաս ու բարձր զարկերակային ճնշում ունեն։ Այս գործոններից զարկերակները կարող են նեղանալ, դրսից ոչինչ մենք չտեսնենք, մի օր փակվեն անոթները, իսկ փակվելու դեպքում կոնկրետ ոտքի համար դա հանգեցնում է ի վերջո գանգրենաների։ Դրա համար շատ կարևոր է ցանկացած գանգատ աչքաթող չանել եւ ժամանակին պարզապես հետազոտվել։ Իսկ երբ արդեն ախտորոշվում է, կա արդյոք ինչ-որ կանխարգելիչ կամ պահպանողական միջամտություն կամ որևէ քայլ, որը կարելի անել, որպեսզի հետագայում շատ ավելի մեծ չդառնա խնդիրը, վիրահատման ենթակա չլինի, եթե իհարկե դա հնարավոր է անել։ Որոշ դեպքերում իհարկե կա։ Ճիշտ ու գրագետ իրականացված դուպլեքս հետազոտության շնորհիվ, եթե մենք կարողանում ենք հստակ հայտնաբերել, եթե միշտ էլ հայտնաբերում ենք, պետք է ուղղակի պրոֆեսիոնալ մասնագետ իրականացնի դուպլեքս հետազոտությունը, որպեսզի շատ մանրամասն հետազոտի բոլոր փականները, կլապանները, բոլոր տեղակայումներով, դիֆերենցի բոլոր հատվածները, առողջներն ու հիվանդները իրարից առանձնացնի եւ այստեղ կան նրբություններ, երբեմն վարիկոզի տեսակներ կան, որոնք այնպիսի աղբյուրներից են, որ մենք կարող ենք ոչ թե վիրահատել, այլ պարզապես ներարկումներ իրականացնել։ Հատուկ սոսնձող դեղ ենք ներարկում երակի լուսանցքի մեջ, այն պատերը սոսնձում է, մի փոքր անոթը կարող է ժամանակավոր կոշտացում ունենալ դրա հաշվին եւ հետո ժամանակի ընթացքում ներծծվել, այդ ընթացքում մի փոքր գունափոխություններ էլ կարող ենք նկատել անոթի վրա, բայց այս պարագայում պրոցեդուրան տևում է 5-10 րոպե, պացիենտը խուսափում է վիրահատություններից, ինչքան էլ որ թեթև են մեր վիրահատությունները, ամեն դեպքում պացիենտը չի գնում հանձնի անալիզներ, չի ներկայանում վիրահատարան, շատ ավելի արագ թեթև լուծում է խնդիրը։ Եվ այո, ժամանակին հայտնաբերումը տալիս է մեզ այդպիսի հնարավորություններ։ Եթե շատ ավելի ժամանակին ու վաղ ենք հայտնաբերում, միգուցե նույնիսկ ներարկումներ չիրականացնենք, ընդհանրապես պրոֆիլակտիկ նպատակներով էլաստիկ զուգագուլպաները նշանակենք, ճանապարհենք, բացի այդ պացիենտի հետ տարվում է մանրակրկիտ բացատրական աշխատանք, ենթադրենք ավելորդ քաշով պացիենտին, հոդային խնդիրներով պացիենտին, խորհուրդներ են տրվում քաշի կարգավորման, հենաշարժական համակարգի բուժման համար, որովհետև մարդու շարժուն լինելը, շարժունակ լինելը շատ կարևոր է երակների աշխատանքի, երակների հիվանդություններից բարդություններ չստանալու համար, որովհետև նույնիսկ եթե լայն երակները լայնացել են, զարգացել է վարիկոզ հիվանդություն, այս տիպի պացիենտները մշտապես ֆիզիկական ակտիվությունը տեղը պահելով, այսինքն խուսափելով գրասենյակային երկար նստած աշխատանքներից կամ գոնե աշխատանքի ընթացքում մի փոքր քայլելով կամ սպորտի հաճախելով, իրենք կանխում են արյան խտացում այս լայն հատվածներում, որովհետև մենակ լայն երակը քիչ է տրոմբ զարգանալու համար, կողքից անհրաժեշտ են գործոններ, որոնք բերում են արյան խտացման այս լայն երակում, նոր գոյանում է տրոմբ կոչվածը։ Եվ այստեղ փաստորեն կարելի ասել, որ ամեն ինչ կարող է ազդել սննդից մինչև առողջ ապրելակերպ վարելը, շարժվելը, ակտիվ լինելը, կամ կանխելը այլ հիվանդությունների վրա հասնելը։ Կամ օրինակ կողքից այլ հիվանդություններ, որոնք բերում են ջրազրկման ու արյան խտացման, օրինակ վարիկոզով հիվանդը երկարատև փսխումներից ու փորլուծություններից կարող է ձեռք բերել արդեն արյան խտացում, ինքը ուներ տարիներ շարունակ վարիկոզ, որին ուշադրություն չէր դարձնում, որովհետև դե վարիկոզը չի ցավում ինքը, ընդհանրապես մի քիչ կարա ծանրություն, հոգնածություն առաջացնի։ Որպես կանոն հենց առաջին այդ ցավի սիմպտոմի հիման վրա է բերում պացիենտին բժշկի, կամ երիտասարդ է շարժուներ, քանի դեռ այս ջրազրկումը չէր գոյացել, ինքը այնքան շարժուներ, որ նույնիսկ ծանրություն, հոգնածությունը չէր զգում երակներից, եւ մի օր այս խնդիրների հետևանքով ընդհանրապես փսխումների հետևանքով զարգանում է տրոմբոզ, կամ օրինակ վիրուսային ծանր հիվանդություն է տանում, այս ժամանակին շատ ունեցանք կորոնայից որպես բարդություն տրոմբներ, որովհետև հենց դա էր պատճառը, վիրուսային հիվանդություն նույնպես մակարդելությունը փոխում է եւ դարձյալ որտեղ կարա տրոմբն առաջանա, ամենահարմար տեղը լայնացած վարիկոզ երակներն են։
Պարզ է։ Իսկ երբ խոսում ենք այս կանխարգելման տարբերակներից, հա, նաև շատ կուզենամ գուցե պրիմիտիվ թվացող, բայց մարդկանց էլի անհանգստացնող կամ չիմացության արդյունքում արվող ինչ-որ գործողություններ, օրինակ, չգիտեմ, երբ երկար ճանապարհ են, հա, թռնում ինքնաթիռով, այստեղ որպես կանխարգելում այդ կոմպրեսիոն գուլպաները պարտադիր են արդյոք։ Իհարկե, եթե կա տարիքային որևէ տարանջատում չունենք, չէ։ Ես նույնիսկ 15 տարեկան երեխա եմ վիրահատել վարիկոզով։ Իհարկե, այստեղ արդեն բնածին մալֆորմացիաներ էին հիմքում ընկած, բայց կարող է պատահել նույնիսկ երեխաների մոտ արդեն իսկ դրսևորվի։ Եվ այս պարագայում իհարկե կանխարգելիչ մեթոդ, որպեսզի երկար նստած ճանապարհ գնալիս կամ ինքնաթիռով թռնելիս բարդություն չունենա մարդը, մինչև ինչ որ պատճառներով չգիտեմ, հետաձգել է վիրահատությունը մինչև գա այդ օրը ու վիրահատվի, գոնե այս էլաստիկ տրիկոտաժը պարտադիր է կրել նման պայմաններում, որպեսզի չթողնենք տրոմբը առաջանա։ Իսկ օրինակ այնպիսի բաներ, ինչպիսին են ոտքը ոտքին նստել, այս պահին այնինչ ես հիմա արել եմ եւ ինձ մոտ միշտ դա հարց է առաջացնում, ինչքանով եմ ես վնասում։ Տեսեք, իրականում ավելացնում եք այդ կանգը, որը առհասարակ նույնիսկ առողջ երակներում, երբ որ մարդը նստած է մնում երկարատև, երակային համակարգում արյունը կանգ է տալիս։ Այդ է պատճառը, որ շատ ժամանակ նույնիսկ առանց վարիկոզի մենք ունենում ենք ոտքերի այտուց։ Ոտքերի վրա ոչ մի կապույտ հետքել չէինք տեսել, բայց առաջացան այտուցներ։ Համ լիմֆատիկ համակարգով է լիմֆայի շրջանառությունը բարդանում ու կուտակվում, համ երակային համակարգով։ Եվ սկսում է նորից շարժվել, երբ որ մենք սկսում ենք քայլել։ Փաստորեն նստած տեղը պարզապես առանց ոտքերի վրա ոտքը ոտքին գցելու արդեն իսկ կանգ է գնում, իսկ այս դիրքում ավելի ենք նպաստում։ Դե եթե վարիկոզ չկա, փականային անբավարարություն չկա, մի փոքր կարող ենք հանգիստ լինել, եթե դա կարճատև է, բայց եթե դա անընդհատ է ու մի հատ էլ մենք ունեինք վարիկոզ, դա արդեն կարող է նույնիսկ անգամ տրոմբի հասցնել, այո։ Արդյոք այս շարքին է դասվում նաև մի փոքր ավելի նեղ հագուստի կրելը կամ չգիտեմ, դե հնարավոր է շատ քիփ տաբատները, շատ քիփ կոշիկները նույնպես կարող են խանգարել հատկապես լիմֆայի շրջանառությունը, որտեղ մեր լիմֆատիկ համակարգը ինքը հենց մաշկի տակ է տեղակայված լիմֆատիկ ուղիները եւ իհարկե սեղմումները կբերեն էլի կանգի զարգացման։ Լավ, ախտորոշումը արվեց, ինչ որ հնարավոր էր կանխարգելվեց, բայց ամեն դեպքում կա պացիենտ, ով ենթակա է արդեն վիրահատական միջամտության։ Դուք նշեցիք լազերային ճանապարհով բուժման ենթակա պացիենտներին օգնելու տարբերակը։ Կա արդյոք դեղորայքային ճանապարհ, թե արդեն վիրահատությունն է ճանապարհը միակ։ Տեսեք, կան վենոտոնիկներ այսպես կոչված, որոնք որ մի փոքր տոնուսավորում են երակի պատերը, բայց իրենք շատ սեղմ կիրառելություն ունեն բժշկության մեր ուղեցույցերում, որովհետև բոլոր բժիշկներից մենք պարտավոր ենք առաջնորդվել բժշկական ուղեցույցերով ամեն ախտորոշման հետ կապված։ Եվ երակային համակարգի հիմնական գանգատները, եթե այլ մեթոդներով չեն անցնում ու պացիենտը չի պատրաստվում դեռևս վիրահատվի, այո, այդ պարագայում դեղորայք նշանակում ենք, բայց դա չի անցկացնում այս հիվանդություն, դա պարզապես է ծանրություն, հոգնածությունը, որը հիմնական գանգատն է վարիկոզով պացիենտների համար, մի փոքր պակասեցնում է եւ չափազանց տարածված է նույնիսկ 1 թելիկ, 2 թելիկ ոտի վրա տեսնելով այդ վենոտոնիկները նշանակելը, որը լրիվ անիմաստ է, դա ոչ մի օգուտ չի տալիս, էլի, այս պարագայում նույնիսկ շատ ավելի լավ է էլաստիկ տրիկոտաժը կրել, որպեսզի մեխանիկորեն սեղմած պահելու հաշվին շատ չարյունալցվեն նույնիսկ մաշկային երակները, ենթամաշկային երակները, քան այս դեղորայքը, որոնք այս փուլում ոչ մի ազդեցություն չունեն։ Եվ իհարկե վարիկոզի հիմնական բուժումը դա վիրահատությունն է։ Այն արդեն իսկ լոճված լայնացած երակ է ու կապ չունի սա ենթամաշկային գլխավոր երակներն են, թե մաշկի մազանոթները, իրանք դեղորայքային վերացում, զուտ վերացում չունեն։ Միայն խոշոր երակների դեպքում, ողկույզավորների դեպքում, գլխավոր ենթամաշկային երակների դեպքում դա վիրահատությունն է, իսկ մանր մաշկային, մազանոթային փնջերի կապույտ տափակ
երակների համար արդեն ներարկումները եւ հավելյալ լազերային ազդեցությունը, մաշկային լազերային տեսակ կա էլի այդ մանր մազանոթային ցանցերի համար։ Եվ վիրահատությունների շարքից, քանի որ ներկա փուլում արդեն այս շատ թեթև վիրահատությունների տեսակը գոյություն ունի լազերային մեթոդը, իհարկե գերադասելի է լազերային մեթոդը, թե չէ ոչ մի տեխնիկական առումով արդյունքի առումով ոչ մի տարբերություն դա արվել է կտրվածքներով թե լազերով, պարզապես երկուսն էլ պետք է գրագետ արվեն, էլի։ Գրագետ անելու դեպքում արդյունքը նույնն ենք ունենում, պարզապես եթե առանց կտրվածքների ենք անում, մեր պացիենտը հենց նույն օրը կարող է գնալ ներկայանալ աշխատանքի, իսկ դա էս մեր խելահեղ գիտատեխնիկական էս առաջընթացի տեմպի տակ ամենակարևոր հարցերից է։ Մենք շատ հիվանդներ ունենք, ուրբաթ օրը գալիս են վիրահատվում, գործի գնում, երկու օր շաբաթ կիրակի հանգստանում, պրոստը իրանք մտածում են, որ իրանք հանգստանալ էլ է պետք է վիրահատությունից հետո, ու երկուշաբթի հանգիստ արդեն նույն շարունակում իրենց աշխատանքը։ Եվ լուծումը, քանի որ այսքան հեշտ է, այնքան կարևոր է ժամանակին հաճախել ու խնդիրը լուծել։ Եթե մենք գրագետ դուպլեքս հետազոտությամբ հայտնաբերում ենք, որ գլխավոր երակները առողջ են, ապա մենք արդեն ընտրում ենք ներարկումների ու լազերային միջամտությունը։ Սկլերոթերապիա կոչվածը, որը շատ-շատերին ծանոթ է, հատկապես կանայք, ովքեր առնչվում են այս մազանոթային խնդիրների հետ, իրենք տեղյակ են սկլերոթերապիայի մասին։ Բայց հիմա լրիվ նոր մեթոդ կա, կրիոլազերային կրիոսկլերոթերապիա, որը պուլսմեդ բժշկական կենտրոնում մենք արդեն իսկ կիրառում ենք 20 թվականից սկսած, շատ ավելի էֆեկտիվ է։ Ինչու՞, որովհետև երբ որ մենք ներարկում ենք անոթի մեջ դեղը, ինքը սոսնձում է, սոսնձված անոթը ամիսներ շարունակ դեռևս երևում է, մինչև ներծծվի ու վերանա։ Ու որքան մեծ է անոթը, այնքան ուշ է անցնում, ուշ է ներծծվում, հետքերն են ուշ անցնում, որտեղ իրենց վրա գոյանում են պիգմենտացիաներ, մի քանի ամիս երևում են ու անցնում են։ Այստեղ շատ կարևոր է ճիշտ դեղի ընտրությունը, որովհետև կան տարբեր դեղեր ու տարբեր կոնցենտրացիաներ եւ պետք է ընտրել ամեն անոթի տրամաչափի համար ճիշտ կոնցենտրացիայի դեղ, որպեսզի էֆեկտը լինի, բայց այդ հետ ներարկումային հետքերը, պիգմենտացիաները շուտ անցնեն ու էֆեկտը պացիենտն ավելի արագ զգա։ Եվ այստեղ արդեն մենք գերադասում ենք ընտրել կրիոլազերային կրիոսկլերոթերապիայի տեսակը, որը այդ առավելությունները հենց տալիս է մեզ։ Կրճատ կոչվում է կլաքս։ Իդեպ հպարտությամբ նշեմ, Հայաստանում մենակ մեզ մոտ կա դա։ Եվ ինքը փոքրացնում է նախորոք անոթը, նոր ենք ներարկում ու դրա համար է շուտ անցնում։ Իսկ կան ինչ որ հակացություններ, թե որ պացիենտներին ընդհանրապես չի կարելի այս միջամտությունը անել։ Եթե խոսքը վերաբերվում է վիրահատություններին, ապա հակացությունները շատ սեղմ են։ Նախ թարմ տրոմբը հակացուցում է, թե բաց կտրվածքներով մեթոդով վիրահատության համար եւ թե լազերային վիրահատության համար։ Իրականում մենք շատ լսած կլինենք հաստատ, մեր հեռուստադիտողները նույնպես շատ լսած կլինեն, որ այսինչի մոտ տրոմբ էր, տարան միանգամից վիրահատեցին, ասեցին, եթե չվիրահատի, ծայրը կթռնի, չգիտեմ։ Մի խոսքով, բայց դա սխալ տակտիկա է։ Հիմնականում, եթե չենք ունենում տրոմբի ազատ ծայր եւ այն էլ բավականին երկար ազատ ծայր, մենք նույնիսկ այս պարագայում չենք վիրահատում, մենք այս պարագայում կավաֆիլտր կարող ենք տեղադրել։ Սուր փուլում վիրահատել, երբ որ թարմ տրոմբի հետ գործ ունենք, չի կարելի, որովհետեւ մակարդելությունը փոխված է։ Եթե մենք ավելորդ միջամտություն ենք կատարում, ել ավելի է փոխվում, ու արդեն կարող է լրիվ ուրիշ տեղ, լրիվ ուրիշ կարևոր տեղ տրոմբ առաջանա։ Իսկ ներկայիս վերջին չէ, երևի մի 20 տարվա էլի ուղեցույցերը մեզ ցույց են տալիս, որ պետք է տրոմբը նախորոք դեղորայքով բուժել, մակարդելությունը հանգստացնել, որոշ չափով անոթը բացվում է, տրոմբից ազատվում է, ու նոր մենք հանգիստ իրականացնում ենք մեր վիրահատությունը։ Նայած ինչ մակարդակի տրոմբեր, ինչ սրոկներում է պացիենտը դիմել, մենք կարող ենք 1, 2, 3 ամիս սպասենք, մակարդելությունը հանգստանա, նոր հանգիստ վիրահատենք։ Իսկ ներարկումների համար էլ ավելի նեղ են հակացուցումները, այսինքն համարյա հակացուցում չունենք։ Ճիշտ է, ալերգիկների դեպքում հակացուցում ունենք, բայց մեր դեղը շատ հիպոալերգեն դեղ է եւ պարտադիր իհարկե ով նշում է որ ալերգիկ է, փորձենք դնում, նոր ենք ներարկում, հա, բայց դեռևս ոչ մի մեկի մոտ մենք խնդիր չենք հայտնաբերել, նույնիսկ շատ ալերգիկ պացիենտների մոտ։ Այդ առումով հակացուցում այս էսթետիկ պրոցեդուրաները իհարկե ընդհանրապես չունեն կարելի ասել։ Շատ կուզենամ նաև անդրադառնանք
որոշ խմբերի պացիենտների ու այս պացիենտների խմբերի շուրջ բավականին միֆեր կան, սա եւս փորձենք կոտրել, հա։ Շատ տարածված խնդիր է հատկապես հղիների պարագայում, հա, վարիկոզների հարցը, որովհետեւ պարզ է, որ այդ ընթացքում շատ փոփոխություններ են կատարվում, քաշի ավելացում է նաեւ լինում ու այս խնդիրը գլուխ է բարձրացնում։ Կան արդյոք այս մասով միֆեր, օրինակ մեկը, որը երևի թե ամենատարածվածն է, որ լսել եմ, ես մեծ հույս ունեմ, որ հիմա այդպիսի հարցեր չեն քննարկվում, բայց այն կարծրացած հարցը, որ եթե հղին ունի վարիկոզ, պետք է կեսարյան հատում անի։ Նա կխնդրեմ մասնագիտական մասով անդրադառնաք սրան։ Շատ լավ։ Տեսեք ուրեմն, վարիկոզը երբ է տրոմբվում, երբ որ ունենում ենք արյան խտացում։ Իսկ մի հատ պատկերացրեք, կեսարյան հատում ու ինչ որ չափով արյան կորուստ։ Արյան կորուստը ինքնին բերում է արյան խտացման։ Եվ այս պարագայում ընդհակառակը հակացուցված է վարիկոզ ունեցողին կեսարյան հատում իրականացնել։ Ոչ, ընդհանրապես չի կարելի։ Ու եթե կա վարիկոզ, պարզապես հղիներին արագ ենք ակտիվացնում, կարելի է, որտեվ եթե պացիենտ առհասարակ ցանկացած վիրահատությունից հետո արագ ակտիվանալ նշանակում է հենց առաջին օրվանից սկսի քայլել, որպեսզի մկանները աշխատեն, երակներով արյունը աշխատացնեն, ապա այս դեպքում մենք իհարկե լիովին խուսափում ենք տրոմբի առաջացումից։ Եվ մաքսիմում, որ մեր հղիներին պետք է, դա վերջին սրոկներում իհարկե վերջին ամիսներին կրել էլաստիկ տրիկոտաժը, խոսքը չի վերաբերվում պարտադիր ծննդաբերության process-ում էլ պարտադիր կրել էլաստիկ տրիկոտաժը, ոչ, ընդամենը մինչև ծննդաբերությունը եւ ծննդաբերությունից հետո էլ իհարկե մի 2 ամիս, որովհետեւ շատ հղիների մոտ հետծննդաբերական շրջանում նույնպես դիտվում է արյան խտացում։ Դրա համար գոնե հագնում ենք եւ առհասարակ ամենակարևոր խորհուրդը, որ պիտի տամ, մինչև հղիություն պլանավորելը անհրաժեշտ է, ովքեր տեսնում են իրենց ոտքերի վրա երակներ, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն, անպայման նախորոք այս խնդիրը լուծել, նոր գնալ հղիության։ Խոսքը վերաբերվում է նույնիսկ մազանոթներին։ Օրինակ կա շատ կարծիք, որ ասում են, դե ես 3 երեխա պիտի ունենամ, տենց պլանավորել եմ, բոլորը ունենամ, նոր այս մազանոթները վերացնենք, հա։ Բայց տեսեք ինչ է տեղի ունենում։ Այս բոլոր անոթները իրենք ամեն հղիության ազդակի տակ կտրուկ շատանում են ու ճյուղավորվում, տարածվում, հաստանում։ Վերջում երբ որ հղին 3 հղիությունից գալիս է, որ պետք է մենք զբաղվենք, գեղեցկացնենք ոտքերը, չգիտես որ ծայրից սկսես ու ուր հասնես։ Այնինչ ինքը կարող էր ամեն հղիությունից հետո գալ պրոցեդուրաները անցնել, արկա գոնե խոշոր երակները վերացվեին, մազանոթները նկատի ունեմ տեսքը շատ շարքից չդուրս գալու համար։ Եվ ամեն հղիությունից հետո կարելի է դա կարգավորել, վերացնել, հաջորդ հղիությանը գալ այն ինչ նորն է առաջացել նոր հղիությունից հետո շատ ավելի հեշտ անել։ Ու համ ֆինանսապես, համ արդյունք ավելի արագ է։ Իսկ եթե հղին չունի ամեն դեպքում վարիկոզ եւ կեսարյան հատմամբ է ծննդաբերությունը եղել ըստ էության, այդտեղ էլ կարիք կա, որտեվ աստիկ որ տեղով փաստորեն արյան կորուստ եւ այդ միջամտությունը ինքնական բարդ վիրահատություն է, եթե այդպես նայենք, հա, կեսարյան հատմանը, էլի պետք է ինչ որ քայլեր ձեռնարկի կանխարգելելու համար, նույն այդ գուլպաները հագնելու կամ եւս մեկ անգամ զննվելու, որպեսզի հետագայում կանխարգելի։ Ну, այստեղ ամեն ինչ կախված է ինչ որոշումներ կայացնի գինեկոլոգը։ Նախ եւ առաջ ինքը հսկել հետեւել է հղիին եւ հղիների մեջ մի որոշակի տոկոս ունեն գենետիկ տրոմբոֆիլիա ունեցող, այսինքն ի սկզբանե տրոմբի հակում ունեցող հղիները։ Այս հղիները ի դեպ սկզբնական փուլում նույնիսկ մի քանի անգամ վիժումներ են ունենում կամ չզարգացող պտուղ են ունենում, այսինքն այս պատմությունները ի սկզբանե օրենքով պիտի արդեն գինեկոլոգը նախորոք պարզած, հետազոտած, չեմ ասում բոլոր հղիներին, բայց բոլոր նրանք, ովքեր որ ինչ որ հարցերի առաջ են կանգնել կամ հղիության ընդհատում են ունեցել եւ այս պացիենտներին իհարկե պարտադիր է, եթե հատկապես իրենք ունեցել են կեսարյան հատում, իրենց մի փոքրիկ անգամ արյան խտացում միանգամից կարող է տրոմբի վերածվել եւ շատ է հանդիպում հետ ծննդաբերական շրջանում։ Իհարկե բնական ճանապարհով ծննդաբերածների մոտ նույնպես սա հայտնաբերվում է, հաճախ հանդիպում է, բայց կեսարյանով ունեցած կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում։ Ու եթե մենք մեր շրջապատում ուշադիր լինենք, օրինակ կհանդիպենք կանանց, ասենք 50, 60, 70 տարեկան, որ միշտ իր մի ոտը ուռած է մյուս ոտից, ու եթե խորանում ենք հարց ու փորձ ենք անում, նույնիսկ իրենք այդ խորանիստի տրոմբը այն թվին տարել են ոտի վրա։
Պատմում է, ինքը արդեն հիմի 30-40 տարի անց եկել է մասնագետի մոտ, ասենք խոցով, ոտը ուռում է, ինքը չգիտի խիա ուռում է անդադ, դե ուշ փուլերում ինքն արդեն շատ ավելի սարսափելի այտուցների է վերածվում, տարիքի հետ մի հատ է գումարվում են հոդային խնդիրները, ինքը չի կարողանում ակտիվ լինել, կանգնավելի է շատանում ու իրանք գալիս են վերջում բաց խոցերով։ Մենք իհարկե նման բարդ դեպքերով էլ ենք զբաղվում, ահավոր այտուցներով, խոցերով, վերքերով, բայց ինչ եմ ուզում ասեմ, այս կանայք նույնիսկ չգիտեն, հատկապես շրջանների կանայք, որ իրենք ծննդաբերությունից հետո տրոմբ են տարել, բայց որ հարցում ենք, հա հիշում են, վայ հա վերջին հղությունից հետո տուն գնացի, մի շաբաթ հետո մի ոտը շատ ուռավ։ Գույնն էլ փոխել էր, չէի կարում քայլեմ։ Մենք հիմի նայում ենք արդեն 30-40 տարի անց տեսնում ենք այնտեղ սպիացած տրոմբի մնացորդներ, որոնք թույլ չեն տալիս արյունը ներքևից լիարժեք բարձրանա։ Իսկ ինչ էր պետք, ընդամենը մի քիչ ավելի ուշադիր, դե այն թվերին այդքան շատ ուշադիր երևի թե չեն եղել։ Այո, նաև տեղեկացվածության մակարդակը բավականին քիչ է։ Այսինքն այս մեր ժամանակահատվածում հնարավոր է այդ ամեն ինչն արդեն կանխարգելել։ Էլաստիկ տրիկոտաժով, արյուն ջրիկացնող տարբեր դեղորայքով, վարիկոզ ունեցողները արդեն հնարավորինս ավելի ակտիվ են լինում հետծննդաբերական փուլում, քայլում, ոչ թե ծանրաբեռնում են իրենց տան գործերով, դե երեխան նոր ծնված, իրանք էլ ուրիշ խնդիր ունեն, չէ՞, ծանրաբեռնում են տնային հոգսերով։ Դրա հետ զուգահեռ որոշակի ֆիզկուլտուրա, պարզապես դրսում քայլել մի կես ժամ, եւ դա կկանխարգելի իրենց մոտ այդ կանգը արդեն իսկ տրոմբի հակում ունենալու պայմաններում։ Իսկ եթե խոսենք այն մասին, թե վատագույնը ինչ կարող է տալ վարիկոզը չբուժված լինելու դեպքում, որտեղ գուցե շատերը շատ էսպես էսթետիկ են իրեն նայում, ավելի կոսմետիկ միջամտության համար կդիմեն, չեն դիմի, բայց որpիսի մեզ դիտողները հասկանան եւ փորձենք տեղ հասցնել, թե վատագույնը ինչ կարող է լինել, եթե չի բուժվում վարիկոզը, հա դուք նշեցիք խոցերը, հա էլ ինչ կարող է լինել, որը ամենավատն է։ Ամենավատը մահն է, իհարկե, եթե տրոմբ եղավ եւ տրոմբի ծայրը թռավ արյան հոսքով հասավ թոքերում տրոմբոեմբոլիկ բարդություն առաջացրեց, դա հանկարծամահությունն է։ Օրինակ շատ ենք լսում տարիքով պացիենտների մոտ, ասում են տրոմբը թռավ սպանեց, հա։ Նու եթե այս մարդիկ գոնե տարեկան իրենց մշտական ստուգումները, անալիզները, իրենք գոնե մի փոքրիկ գանգատ կյանքի ընթացքում ներկայացնում են, մի քիչ ծանրություն, հոգնածություն են գոնե ունենում ոտքերում, որոշ ցավեր կարող է ունենալ, եւ ի վերջո ոտքերի վրա երակներ, եւ այս պացիենտները գոնե իրենց տարեկան ստուգումները անցնելու պարագայում ժամանակին կհայտնաբերեն, որ ունեն այդ հակումը, բժիշկը կնշանակի համապատասխան դեղորայք, տրիկոտաժ, ակտիվություն, ֆիզկուլտուրա, լող վերջապես, որը շատ լավ ազդեցություն ունի երակների վրա եւ բոլորն էլ կխուսափեն նման ահավոր սարսափելի բարդություններից։ Իսկ այն, որ բժշկական համայնքում քննարկվում է, որ օրինակ վարիկոզները փաստորեն իծնե կարելի է տեսնել, կա այդպիսի բան, ընդհանրապես համարվում է այն իծնե հիվանդություն։ Այո, իհարկե, վարիկոզն ինքը առհասարակ 99%-ով գենետիկ նախատրամադրված հիվանդություն է։ Եվ երբ որ բալիկները ծնվում են, իրանք արդեն ծնվում են փականային որոշակի անբավարարությամբ։ Նմանատիպ հետազոտություն լայնածավալ իհարկե չի արվել, բայց եթե դնենք ու օրինակ 10 տարեկան բոլոր երեխաներին դուպլեքս իրականացնենք, մենք այդ փականային անբավարարությունները կհայտնաբերենք։ Ի սկզբանե վարիկոզը դեռ չի դրսևորվում իր ամբողջ կլինիկական ծավալով, նույնիսկ ծանրություն, հոգնածություն, ոչ ցավ, ոչ մի բան, բայց արդեն հասունացման փուլում, ասենք տղաները դե գնում են բանակ, իրենց ծանրաբեռնվածությունը այնտեղ են ունենում, աղջիկներն էլ հղիություն են տանում եւ արդեն այս գործոնների ազդեցության տակ սկսում է դա դրսևորվել։ Եթե կա ավելորդ քաշ ավելի արագ, եթե նստակյաց կամ կանգնած աշխատանք է, ավելի արագ է դրսևորվում։ Եվ իրականում այո, մենք սա հենց սկզբից էլ կարող ենք հայտնաբերել, բայց չենք զբաղվում, որովհետև մինչև հասնում է այն պահը, որ կառաջանան գանգատներ, նոր մենք կհետազոտենք, որովհետև այս փուլում մենք չունենք ոչ մի բան անելու։ Մենք կարանք մաքսիմում, այո, հիվանդին խորհուրդ տանք, որ ծանրաբեռնվածության օրերին թռիչքների ու ճամփորդելու ժամանակ այս էլաստիկ տրիկոտաժը կրի, բայց եթե հայտնաբերել ենք փականային անբավարարություն, դա չի նշանակում, որ պարտադիր ինչ-որ բան պիտի նշանակենք։ Ոչ, ուղղակի մենք հետևում ենք այս follow-up կոչվածը։ Զուտ պետք է հսկել այդ բանը։ Հսկել, այո, եւ ժամանակին։ Դուք խոսեցիք վիրատական միջամտություն
տեսանկյունից մի փոքր կխնդրեմ նաև անդրադառնանք այդ հետվիրահատական շրջանին, հա, երկու դեպքում էլ եւ լազերային միջամտության եւ հենց կտրվածք անելու վիրահատելու պարագայում ինչ ժամանակահատված է դա տևում եւ արդյոք ինչ որ հակացություններ կան, որ չգիտեմ, ինչ որ մի этап մարդ պետք է այս գործողությունները չանի։ Շատ լավ։ Տեսեք, լազերային վիրահատությունը չափազանց թեթև է ընթանում եւ մենք նույնիսկ բավականին բարդ, չգիտեմ, դուք տեսել եք sense ողկույզանման երակները, ամբողջ ոտքերը պատված, նույնիսկ նման պացիենտները լազերային վիրահատությունից հետո նույն օրը կարող են գնալ աշխատանքի։ Այսինքն սա շատ թեթև վիրահատություն է։ Պարզապես իրենք ոտքի վրա ունենում են վերքային անցքեր, որոնցով որ ես վիրահատությունը իրականացրել եմ։ Այս վերքային անցքերը ընդհանրապես մի 5 օր պետք է մշակել բետադինով։ Մենք խորհուրդ ենք տալիս ստանդարտ դեպքերում 2 շաբաթ ընդհանրապես էլաստիկ գուլպաները կրել եւ Ստեղ կա մի փոքր տարբերություն, որ փուլում էր դիմել պացիենտը։ Եթե շատ լայնացած երակներով էր դիմել, ապա խորհուրդ ենք տալիս 1 ամիս խուսափել ծանր իրեր վերցնելուց 5 կիլոից ավել ծանրություն, այո, չենք թողնում որ վերցնեն։ Բայց եթե սովորական ոչ շատ լայնացած երակներ, նույնիսկ այս սահմանափակումը գոյություն չունի եւ պացիենտը ազատ առանց որևէ սահմանափակման հաճախում է, նույնիսկ 1 շաբաթից ինքը լողի կարող է գնալ։ Իհարկե ոտքերի վրա դեռևս երկարատև կապտուկներ ենք ունենում որոշ չափով, բայց դա իր առօրյա ապրելակերպին ընդհանրապես չի խանգարում։ Այլ հարց է կտրվածքներով իրականացված վիրահատությունների դեպքում։ Այս պարագայում դե պացիենտն ունի մինիմում աճուկում մի 3-4 սանտիմետր երկարությամբ կտրվածք, կարելի տեղադրված, մինիմում 2-3 օր պացիենտը անցկացնում է նախհիվանդանոցում, մի 7 օր, մի շաբաթվա չափ շատ ազատ շարժումներ չի կարողանում ունենալ եւ այդքան արագ չի տեղի ունենում իր ապակինումը եւ ելի եմ կրկնում եթե գրագետ է իրականացվել իրականում ոչ մի տարբերություն որ մեթոդով կրվիրահատվի պացիենտը վերջնական արդյունքի առումով տարբերություն չկա, կարևորը ճիշտ ու գրագետ իրականացված լինի վիրահատությունը։ Պարզապես այս մեր գիտատեխնիկական եւ արագընթաց կյանքի ռիթմի պայմաններում հատկապես երիտասարդները շատ գերադասում են վիրահատվեն գնան աշխատանքի ու մենք շատ պացիենտներ ենք ունեցել, որ վիրահատարանից մի կես ժամ հազիվ են համբերում, որ մեր աչքի առաջ քայլեն ու շորեր փոխում են գնում աշխատանքի։ Հետո էլ գալիս են, դե հաջորդ օրը բոլորը գալիս են վիրակապության, շատ ուրախ զվարթ պատմեն, որ աշխատանքի վայրում ոչ մեկ չէր հավատում, որ ես այսօր վիրահատվել եմ։ Այդ կարգի թեթև է անկանում։ Հա, իհարկե, այս ժամանակակից մեթոդները շատ օգնում են այս իմաստով, երբ որ տեխնոլոգիաները բժշկական գիտությունը զարգանում է, այդ իմաստով շատ լավ է իհարկե։ Բայց մի փոքր նաև աբստրակտվելով այս ամեն ինչից, ընդհանուր առմամբ ինչ պետք է անի մարդը, բացի այդ առողջ ապրելակերպ։ Գիտեք, մի քիչ առողջ ապրելակերպն էլ շատ էսպես ինչ որ դարձել է անընդհատ օգտագործվող, բայց դրա բուն իմաստը ոնց որ չհասկացվող եւ ավելի շարունակական չդիտարկվող, հա, այսինքն մենք ասում ենք, որ բժիշկը ինձ ցուցում է տվել, որ ես պետք է շատ շարժվեմ, մի 2 օր, 3 օր քայլում ենք եւ վերջ։ Բայց լավ անոթներ ունենալու համար ինչ գործողություններ պետք է անել եւ ինչ հաճախականությամբ դա պետք է անել։ Օրինակ շատ հասարակ մի բան, ամեն երեկո կես ժամ դրսում քայլել։ Օրինակ հիվանդին երբ որ ասում եմ ակտիվ պիտի լինեք, ասենք 60 տարեկան կին է, ասում է, «Վայ, ես ամբողջ օրը ոտի վրա եմ, գիտեք ես ինչքան գործ եմ անում», հա, ասում եմ, բայց ձեր այդ ոտքի վրա եւ գործ անելը, այդ էֆեկտը չի տալիս ինչ պահանջվում է, հակառակն է, դա դուք ծանրաբեռնում եք ձեր ոտքերը, դուք ընդհակառակը անդադ ծանրաբեռնած ոտքերով եք լինում։ Դուք պետքա դուրս գաք փողոցում, քայլելով գնաք ու հետ գաք։ Պրիմիտիվ առողջ ապրելակերպի ամենապարզունակ բանաձևը։ Ընդամենը 30 րոպե։ Ընդամենը 30-40 րոպե ամեն օր քայլել, հա։ Ու պլյուս դրան, եթե հանկարծ ցերեկային ժամանակը անցել էր շատ նստած կամ կանգնած, ապա այս պարագայում գոնե 40 րոպեն մեկ պետք է մի 5-10 րոպե քայլել։ Այդ երկարատև կանգը թույլ տալ չի կարելի։ Այսինքն թեկուզ եթե գրասենյակում նստած է մարդը ու չի կարողանում ինչ որ դուրս գալ այդ պահին քայլել, կարելի է ուղղակի վեր կանալ եւ այդտեղ տարածքում մի քանի քայլ, որ արյունը շարժվի երակներով։ Իսկ արդյոք ունենք հատուկ վարժություններ, ովքեր ընդհանրապես ոչ մի ելք չունեն, որ տեղում մատերը բացել փակելուն, չէ, ամբողջ թաթը, ոտնաթաթ, ամբողջությամբ վերև ներքև, հենց դրած տեղում, գետնին դրած տեղում։
թեկուզ այսպես, հա, մի 5-10 րոպե։ Սա նաև ինքնաթիռում է շատ հարմար, կարելի ուղղակի կանգնել այդ վերև ներքևը անել, թաթերի վրա, կրունկների վրա, մի 10-15 անգամ անելը։ Պարզապես պետք է տրամադրել դրան ժամանակ, զբաղվել դրանով, աչքաթող չանել ու չմոռանանք քաշի կարգավորումը, էլի այստեղ շատ։ Այո, եւ ուզում եմ այստեղ անդրադառնալ այդ սննդակարգը արդյոք ինչ որ իմաստով փոխում է անոթների առողջությունը։ Մենք հատուկ սննդակարգ անոթների համար, երակների համար չունենք, բայց զարկերակների համար ունենք։ Եթե երկու բառով ուղղակի ասեմ, զարկերակների խնդիրն առաջանում է, երբ խոլեստերինը կուտակվում զարկերակի ներսում եւ բերում անոթի նույնիսկ խցանման եւ այստեղ կախված թե որ օրգանում է դա տեղի ունենում, ուղեղի անոթներում դա բերում է ինսուլտի, սրտի անոթներում ինֆարկտի, ոտքի անոթներում գանգրենայի, աչքի անոթներում տեսողության կորստի եւ երիկամի անոթներում երիկամային անբավարարության, այս 5 խոցելի օրգաններն ունենք մենք զարկերակների առումով։ Եվ process-ը միաժամանակ բոլոր օրգաններում գնում է, պարզապես մի օրգանում կարող է ավելի նեղանալ եւ այս օրգանը խնդրեմ տա, մյուսում դեռևս թեթև լինի, բայց եթե մի օրգանում հայտնաբերում ենք, մենք ամբողջ այդ 5 համակարգը պարտավոր ենք ստուգել։ Եվ այս պարագայում իհարկե սնունդը շատ մեծ դեր ունի, այս պարագայում ճարպոտ սնունդը չի խորհուրդ տրվում, ամեն ինչ պետք է ուտել խաշած, շոգեխաշած, նույնիսկ խորոված, բայց ոչ տապակած։ Այո։ Ընդհանրապես նույնիսկ բանջարեղեն, այլ բոլորի սիրված կարտոֆիլի տապական ընդհանրապես հակացուցվում է այս պարագայում։ Մեծ դեր ունի պացիենտը ուներ նախապես խոլեստերինի խնդիր, թե ոչ, շաքարի խնդիր, թե ոչ, ծխողեր, թե ոչ, զարկերակային բարձր ճնշում ուներ, թե ոչ։ Սրանք այն բոլոր 4 գլխավոր խնդիրներն են, որոնց պետք է ուշադրություն դարձնեն զարկերակի հիվանդություններով պացիենտներ։ Մեկ էլ չմոռանանք գենետիկան, հատկապես ուշադիր պետք է լինեն այն պացիենտները, ում ծնողները կամ քույր եղբայրը վաղ տարիքում, այսինքն մինչև 65 տարեկան ունեցել են ինֆարկտ, ինսուլտ։ Այս պացիենտները իրավունք չունեն ծխեն, շաքարը չպետքա թողնեն 7-ից անցնի, ճնշումը չպետք է հասնի 130-80-ը անցնի։ Եվ արդեն էլ ավելի կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, որ այդ խոլեստերինը ինչը կուտակվում անոթների պատերի վրա գոնե ինքը կարողանա ծախսի։ Իրական այդ խոլեստերինը ընդհանրապես մեր վառելիքն է։ Պետք է ծախսենք։ Իսկ մարդիկ չեն ծախսում։ Ոչ ոք չի ասում դուք մի օգտագործեք, դա ամեն դեպքում օգտագործվեք, բայց պետք է նաև սպառեք դա։ Իսկ մի կարևոր հարց եւս, հա, որովհետեւ մարդիկ այդ վիզուալ ուսումնասիրում են իրենց մարմինը, այս դեպքում ոտքերը, երբ ուսումնասիրում են եւ տեսնում են այտուցներ, ես իհարկե հասկանում եմ, որ մի ամբողջ հաղորդում կարելի է նվիրել ավշային համակարգին, հա, լիմֆատիկ համակարգին, բայց կա արդյոք ինչ-որ տարբերակում, որ իրենք վիզուալ տեսնեն եւ հասկանան, որ սա լիմֆատիկների հետ է կապված, իսկ սա անոթների։ Նայեք, նախ անոթը իհարկե երակը, մենք դրսից հիմնականում տեսնում ենք, զարկերակը կողմնորոշվում ենք գանգատներով, իսկ այտուցները լիմֆոստազը, մենք տեսնում ենք, որ հատկապես ոտքերի չափերը սկսում են մեծանալ, բայց սկսած ներքևից, երբեմն գալիս են պացիենտներ, ցույց տալիս ազդրս ուռել է։ Բայց ազդրը չի կարող առանձին ուռի, եթե ներքևից դեռ չի ուռել։ Եվ այտուցները մենք կարող ենք ստուգել մատով, փորձի միջոցով։ Մատով սեղմում ենք մաշկին ու բաց ենք թողնում։ Տեսնում ենք փոս մնաց, թե չմնաց։ Եթե մնաց երկարատև փոս, ուրեմն այդտեղ հեղուկ էր։ Եթե չմնաց, ուրեմն կարա ճարպի կա։ Այո։ Եվ այստեղ շատ կարևոր է հենց կոճերի հատվածից տեսնում ենք արդեն չափերի մեծացում, անպայման բուժման դիմել, որովհետև սա իր հերթին շատ բարդություններ ունի, մինչև անգամ կարող է հասնել են փուլին, որ մաշկը կարմրում, բորբոքվում է, քարանում է, սկսում է լիմֆան հոսել, կատկթալ գետնին ու գոյանում են վերքեր, խորը փոսեր, որ երբեմն մարդիկ գալիս են արդեն մկանը բացակայող, այդ վերքի հատվածում փոս ընկած ու մկանը չկա, всё, մարմինը քայքայվել է այդ հատվածում։ Ու շատ դժվար է վերականգնել թե արյան շրջանառությունը, թե այդ մկանները տուժած, բերել այդ վերքը փակել, չնայած էլի եմ կրկնում, մենք ամենաբարդ վերքերով անգամ զբաղվում ենք։ Հասկանալի է։ Այսինքն շատ կոնկրետ այդ երկուսը տարբերակվում եւ նույնիսկ կարող են զուգորդվել փաստորեն երկու խնդիրներ միասին լինել։ Շատ այտուցներ կան, որոնք հենց վարիկոզի հետևանքով են առաջանում։ Երբ որ երակը շատ է լոճված ու լայնացած, առավել եւս եթե ավելորդ քաշնել իր հերթին կա, այտուցները հասնում են ահռելի չափերի, մենք ընդհանրապես վիրահատությունից մի շաբաթ հետո ամբողջ այտուցը տեսնում ենք, որ անհայտացավ։ Իսկ արդյոք այս վիրահատությունները մեկ անգամ են արվում, թե կրկնակի նորից եթե իրենք, չգիտեմ, ապրելակերպը վատ
դասավորվեց, իրենք էլի չսկսեցին, էլի շարունակեցին նստակյաց կյանքը, արդյոք վերադառնում է խնդիրը եւ իրենք նորից պետք է վիրահատվեն։ Շատ լավ հարց է եւ շատ հիվանդների շատ հուզող։ Այստեղ ամբողջ գաղտնիքը թաքնված է առաջին հետազոտության մեջ, ճիշտ ու գրագետ իրականացված դուպլեքս հետազոտության մեջ։ Երբ որ ես դուպլեքս հետազոտությունն անում եմ, ամբողջ երկու ոտքերում հատիկ առ հատուկ քարտեզներ ունեմ ես։ Քարտեզների վրա կարմիր ու կապույտ գրիչներով առանձնացնում եմ բոլոր հիվանդ ու առողջ երակները, ամբողջը։ Երբեմն կան թաքնված հատվածներ, որտեղից մի քիչ մակերեսային արված հետազոտության պայմաններում կարող է մասնագետը բաց թողնի այս խնդիրը։ Եվ իրականում ես վիրահատությունները ինքս անում եմ միայն անձամբ իմ աչքով տեսնելուց հետո, որպեսզի համոզված լինեմ, որ ամեն ինչ եմ ես հայտնաբերել։ Եվ արդեն ես ընդամենը ըստ այս քարտեզի վիրահատում եմ, վերացնում բոլոր հիվանդ հատվածները եւ կրկնություն 95% դեպքերում չենք ունենում։ Կա, բայց մի 5%։ Այս 5% այն մարդիկ են, ովքեր ի սկզբանե հենց առաջին դուպլեքսի ժամանակ ես տեսել եմ պրոբլեմատիկ պերֆորանտային տիպի խնդիրներ։ Ես հենց առաջի դուպլեքսից իրենց զգուշացնում եմ, որ ասենք աճուկի այս հատվածում կամ ոտքի ծնկի հետևը այս հատվածում դուք ունեք պրոբլեմատիկ հատված։ Երբ որ մենք վիրահատենք, ամբողջ խնդիրը վերացնելու ենք, բայց կա 5% հավանականություն, որ այս հատվածից մոտակա մի քանի տարիների ընթացքում, դե մենք ոչ չենք վիրահատում հիվանդին ասում գնա պարկած անցկացրու, չէ՞։ Ամեն դեպքում ինքն իր նագրուսկաներով, իր ապրելակերպով շարունակում է միշտ խնդիր ունենալ։ Բայց այս պարագայում պացիենտին զգուշացնում եմ, որ սա քո պրոբլեմատիկ հատվածն է, ուշադիր լինենք։ Այս պացիենտին խորհուրդ եմ տալիս տարին մեկ անգամ գալ հետազոտության։ Եվ հենց տեսնում ենք, որ այստեղից փոքրիկ երակային փունջն արդեն ուզում է աճել, մենք փոքրիկ մի ինչ-որ ներարկում անում ենք հենց այստեղ, անոթը փակվում է, ներս է քաշվում ու խնդիր չի դառնում ու պացիենտը այլևս երբեք վիրահատության կարիք չի ունենում։ Եվ ես հանգիստ կարող եմ ասել, որ մեր վիրահատած պացիենտը երբեք այլևս վիրահատության կարիք չի ունենում։ Այն 95%-ինը հենց դրա հաշվին, որ գրագետ ենք անում այս ամբողջ քարտեզավորումը, այն 5%-ին էլ, որովհետև ես շատ մանրակրկիտ աշխատում եմ, բացատրական աշխատանք եմ տանում այդ 5%-ի մեջ ընկնող պացիենտների հետ, իրենց վերցնում հսկողության, նույնիսկ եթե իրենք չեն գալիս, մենք ենք զանգում կանչում, որպեսզի մենք ապագայում նորից չկանգնենք վիրահատության հարցի առաջ։ Եվ թու ես դեռևս կրկնակի վիրահատված պացիենտ չունեմ։ Պարզ է։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր զրույցի համար եւ վերջում մեր ավանդական հարցը, իսկ ինչն է կոնկրետ ձեզ համար անձնապես առողջ լինելու բանաձևը։ Նորմալ քնել, մինիմում 7-ից 7.5 ժամ, հասցնել անպայման սնվել գոնե 2 անգամ, շատ չջղայնանալ եւ որոշակի ֆիզիկական ակտիվություն անպայման ունենալ։ Անպայման հետեւել նաեւ քաշին։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ցտեսություն Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթներ։